Ողջույն բարեկամներ, ձեզ հետ My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր մենք պատրաստելու ենք կոտլետներ ձվի միջուկով։ Ինչպես ենք պատրաստելու, նախ ներկայացնեմ բաղադրիչները, այնուհետև պատրաստման եղանակը։ Ուրեմն խճողակի համար վերցրել եմ հավասար քանակությամբ տավարի և խոզի միս, ընդամենը կես կիլոգրամ, կարտոֆիլ 3-ից 4 հատ նայած մեծության, խճողակի համար 1 ձու, կես գլուխ սոխ, սխտոր 1 բջեղ, ցիտրոն, չոր աջիկա, թարմ համեմ սամիտ կանաչ սոխ, ձեթ, աղ, համեմունքներից կարմիր սև պղպեղ, իսկ միջուկի համար պետք է վերցնենք ձու և խաշենք, նայած քանի հոգու համար և քանի կոտլետ եք ուզում պատրաստել, ըստ այդմ էլ որոշեք, թե քանի ձու։ Եվ այստեղ երկու եղանակ պետք է գործածենք, կամ պետք է կտրատենք ձուն և տեղավորենք մսի խճողակի մեջ, կամ ամբողջական պետք է տեղադրենք։ Դուք ինքներդ կորոշեք, որ եղանակով եք ցանկանում անել, ես ձուն կտրատել, այնուհետև տեղավորել եմ խճողակի մեջ։ Հիմա պատրաստման եղանակը։ Նախօրոք եփում ենք և տրորում կարտոֆիլը, ավելացնում ենք աղացած մսին, 1 ձու, լավ խառնում ենք, մանր կտրատած սոխ, սխտոր, նախօրոք կտրատած կանաչեղենը, աղը, համեմունքները և ամբողջ լավ խառնելուց հետո ծածկում ենք, թողնում ենք հանգստանա մոտավորապես կես ժամ, եթե ավելի հանգստանա, ավելի համեմունքները արտահայտիչ կլինեն։ Այնուհետև ձվերը եփում ենք, կեղևահանում, թողնում ենք մի քիչ հովանա և այստեղ որոշում ենք, ինչպես վերը ասացի, կտրատելու ենք ձուն, թե ամբողջական ենք դնելու։ Ուրեմն կոտլետները կարող եք ձևավորել երկու եղանակով, ասացի, հիմա ինչպես ենք անելու, ձեռքի ափի մեջ ձեռքը թռչում ենք, ափի մեջ տեղավորում ենք խճողակը, ըստ մեծության ինչքան կցանկանաք, եթե ամբողջական ձուն եք տեղավորում, ուրեմն ձուն դնում եք մսի խճողակի մեջ, միսը վրա եք բերում, կոտլետի տեսք եք տալիս և մեկ հանգամանք ևս, եթե պաքսիմատով եք տապակելու, ուրեմն թաթախում եք պաքսիմատի մեջ, եթե ոչ, ուրեմն թռչած ձեռքերով, որպեսզի ձեռքերին չկպչի, կոտլետի տեսք եք տալիս և տապակում եք ձեթի մեջ։ Իսկ եթե կտրատելու եք, այստեղ արդեն կտրատած վիճակում վերը նշեցի ես կանաչեղենը, թվարկեցի, կարող եք, եթե նախօրոք գիտեք, որ կտրատելու եք ձուն, ուրեմն կանաչեղենի մի մասը կբաժանեք երկու մասի, մի մասը խճողակի համար, մյուս մասը կխառնեք ձվին, այնուհետև, ինչպես ասացի, ձեռքի ափի մեջ կտեղավորեք միջուկը և կոտլետի տեսք տալով կտապակեք ձեթի մեջ։ Եթե ցանկանում եք, հիմնականում առատ ձեթով են տապակում, ես առատ ձեթ չեմ օգտագործում, խուսափում եմ յուղային մասից, չնայած նկարում երևում է, որ ինչ-որ մի քիչ ձեթս առատ է ստացվել, համենայն դեպս պատրաստեք, շատ համեղ է ստացվում կարտոֆիլի պյուրեի հետ միասին, շատ փափուկ է ստացվում, առանձնահատուկ համ ունի։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։